է տենց ստացվում։ Մենք նախորդ նիստին հետ ճշտեցինք, որ մենք ապացույցները լրացնելու այլ միջնորդություն չունենք երևի։ Ասում է դատական վիճաբանությունների ողջունմանը եւ նկատի ունենալով, որ այդ գործով բոլոր կետերը պաշտպանական կողմը ճարի համար ձայնը տրվում է պաշտպանական կողմը։ Համենի դատարան, ուրեմն նախորդ դատական նիստին ներկայացնի միջնորդություն, այդ միջնորդությունը խոսքը վերաբերում է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնելուն։ Այդ միջնորդության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դատականության փուլին հաջորդելի է դատական վիճաբանությունների փուլը եւ ճարերի պատրաստվելու համար պաշտպանության կողմին ժամանակ անհրաժեշտ լինելու։ Իսկ համաներման որոշման ընդունումից հետո այլևս ակնհայտ է, որ այն հիմքերը, որոնք նախկինում բերվում էին դատարանի կողմից Տիգրան Առաքելյանի կալանքը արդարացնելու համար, այդ հիմքերը այլևս վերացած են։ Հիմա ես տեղեկացնում եմ դատարանին, որ պաշտպանության կողմը ճարին պատրաստվելու համար ժամանակ է խնդրելու դատարանից, մենք ցանկանում ենք նորմալ պատրաստվել ճարերին, մեր դատավարական իրավունքներից լիարժեք կերպով օգտվել եւ ես խնդրում եմ հիմա հնարավորություն ընձեռել հանդես գալ այն միջնորդությամբ, որը ես փորձեցի դեռևս նախորդ դատական նիստին ներկայացնել, որից հետո ճարերի համար մեր ժամանակ տա։ Մենք ձեզ արդեն ճարի համար ձայն ենք տվել եւ դուք խնդրում եք, եթե արձանագրությունը ուշադրի լսեցիք, դատախազությունը համարվեց ավարտված եւ դատարան անցավ ճարերի փուլին, ձեզ ճարի համար ձայն տվել։ Այո, հիմա եթե դուք ճարերի համար ժամանակ եք ուզում, խնդրում եմ արձանագրեք ձեզ ինչքան ժամանակ է հարկավոր եւ այդ միջնորդությունը դուք կարող եք ունենալ նաեւ ճարերի փուլին, ճարերի։ Չէ, ճարերի փուլին։ Շուշանյան, մենք արդեն ճարերի փուլին ենք։ Դրա համար էլ ասում եմ, ձեր ճարերի մեջ ներկայացվեք նաև այդ միջնորդությունը։ Եվ արդարացման, եւ այդ միջնորդությունը ներկայացվեք։ Բնականաբար ձեր վերաբնի կողմը բազմաթիվ միջնորդություններ եք արել, որոնք կարող եք հիմա նաև վերահաստատել։ Ես չի որ ձեզ պետք է բացատրեմ։ Խնդրեմ, հիմա եթե ձեր ժամանակ է հարկավոր, մեզ ասեք, թե ինչքան ժամանակ է հարկավոր ձեզ։ Ինչքան ժամանակ է հարկավոր, հարգելի դատարան, այդ ես իմ պաշտպանյալների հետ եւ մյուս պաշտպանների կողմնակցին ասեմ, ինչքան ժամանակ անհրաժեշտ է։ Բայց հիմա նորից եմ ես, դա իմ դատավարական իրավունքն է, խնդրում եմ հնարավորություն ընձեռել, օգտվել իմ իրավունքից։ Ես հիմա ցանկանում եմ ներկայացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն, որովհետև համաներման ակտի ընդունումից հետո երբ ակնհայտ է դարձել, որ այդ ակտը կիրառելի է տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, նրան կալանքի տակ պահելու այն բոլոր այն ենթադրյալ հիմքերը, որ նախկինում բերում էին դատարանի կողմից, այլևս վերացած են։ Ես խնդրում եմ այդ միջնորդությունը։ Եթե դուք հիմա այդ միջնորդությամբ հանդես գաք, ինչեւ ճարը սկսել է, միևնույն է դա կմունելու է վերջնական ակտի հետ միասին։ Որովհետեւ մենք ճարակուրին եւա հողի սարադիլա հիմա։ Երկու ամիս ավել են նստել, էնենք ձեր կուսակցապետի ամուսնա։ Ես չի ոգել։ Ես հիմա պաշտոնապես հրաժարվում եմ հնարապես ամուսնա։ Բայց դուք չեք հարկում ձեր կուսակցապետի ընդունած օրենքը։ Հիմա ես երկու ամիս ավել եմ նստել արդեն։ Ես պաշտոնապես հրաժարվում եմ։ Ես թույլ չեմ տալիս կիրառել ամնիստիայի վրա։ Ինձ արտահայտման դատավարժապետ, որը լինելու այս դատանի կազմում, թե մի ուրիշ անգամ, դա լինելու է։ Իսկ հիմա դուք ինչ հիմք եք վերում ինձ կարագիսակ Սերժիկի դատարան։ Եթե նույնիսկ Արջաչակ չի դիշարում, արջաչակ չի կննարում, երկու ամիս ավել եմ նստալ, օրենքա, չէ ամնիստիա։ Դուք ինչի չեք իրավ։ Դա ևս մեկ փառ գործակալական հետապնդում է, ժամ ավել պահ է կարագի կար,
Ama çare demiş duşa, sen hoca. Belki Luis'u da herkes dost ikramları para. Neyse verme man. Ben başkanım. Ne olursun? Bu senin ya. Asbutunu beraber bekleyen bazılarına İran sultanı. Ahmet'in çiğniyle. İran size çen hargım, yeş çem hargi. Abras dikoca. Papayı çiğ çıkardı. Hadi.